Մոռացեք ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի մասին, քանի դեռ Ռուսաստանն ամբողջ ուժով առաջ է շարժվում։ Նրան չեն խանգարելու ոչ սանկցիաները, ոչ էլ իբրև թե իզոլացումն աշխարհից։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ Ստամբուլում տեղի ունեցած է հերթական հանդիպումներ առանց որևէ լուրջ արդյունքի ակնկալիքի։ Կատարվեց մի բան, որ շփոթությունը ցույց տվեց, այդ բանակցությունները այդքան էական նշանակություն չունեն։ Ինքը լուրջ չի ընդունում Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը, այլ պատրաստ է դարձով բանակցել միայն ԱՄՆ նախագահի հետ։ Բնականաբար է, որ ինքը չէր գնալու Ստամբուլ եւ հանդիպեր Զելենսկիի հետ, ում ինքը ընդհանրապես լեգիտիմ նախագահ չի համարում։ Պուտինը վաղուց էր Զելենսկիին խեղկատակ կոչել, գուցե հումորիստի նախկին կարիերան չի ներում գերտերության առաջնորդը, կամ սովոր է, որ նախկին դերասանի ասածների վրա միշտ ծիծաղել է պետք։ Չէ՞ որ նա ժամանակին ոչ մի լուրջ բան չէր ասում, կամ էլ խնդրում էր։ Владимир Владимирович, заберите меня, пожалуйста, ну хоть за долги, я вас очень прошу, Քաղտեխնոլոգը լուրջ չի համարում Ռուսաստանից պահանջել բանակցային գործընթաց, հատկապես երբ ռուսական զորքերը փոքր հաջողություններով ճակատի գրեթե բոլոր գծերով առաջ են ընթանում։ Դրան էլ գումարած այժմ ավելի արագ են սկսել գործել։ Նման պայմաններում, այսինքն առաջարժվող բանակը կանգնեցնել եւ բանակցային գործընթացը դա տրամաբանական չէ, հատկապես Ուկրաինայի դեպքում։ Դրա համար ուղղակի այնտեղ մի պատվիրակություն, որը շատ ցածր կարգավիճակ ուներ, նախագահի խորհրդօգնականը ինչ-որ հարցերով եւ ոչ նախարար եւ այլն, եւ այդ գործընթացով բանակցային գործընթացը իրականացվում։ Պուտինի գերնպատակն ըստ քաղտեխնոլոգի Թրամփի հեռացումն է բանակցային գործընթացից, որն էլ իր հերթին հետը կտանի Ուկրաինային հատկացվող աջակցության բոլոր գործոնները, հետախուզական տվյալներ, զենքի տրամադրում եւ այլ գործոններ, ինչն էլ ավելի մեծ դռներ կբացի Մոսկվայի համար դեպի Կիև։ Բանակցությունները չի մերժում, բայց բանակցությունները այնպես անում, որ դա ուղղակի ոչինչ չէ։ Այն հայտի ֆիլմի մեջ որ ասում մերժելը չի մերժի, բայց կտա հիմա դա մերժելը չի մերժում բանակցային գործընթացը, բայց բանակցությունները լուրջ ընդունում է, չէ։ Աշխարհը միտված չէ այս կոնֆլիկտի դադարեցմանը կամ սառեցմանը, դրանով փոքր ինչ հետաքրքրված է միայն Եվրոպան, ասում է փորձագետը։ Միացյալ Նահանգները թեև փորձեց ինչ-որ չափով ներգրավել, բայց նա էլ իր խնդիրներն ունի, իդեմս Չինաստանի եւ չի էլ պատրաստվում ջուր ծեծել դատարկ սեղանին։ Հայտարարություններն ըստ փորձագետի պետք չէ շփոթել բուն տրամադրության հետ, իսկ խաղաղության կոչերը պարզապես կենացներ են, ամենայն դեպս այս պահին։ Բայց ի վերջո ինչ որոշվեց Ստամբուլում։ Առաջիկա օրերին Ռուսաստանը եւ Ուկրաինան կփոխանակեն գերիներ 1000-ի դիմաց ձևաչափով։ Ուկրաինական պատվիրակությունը խնդրել է պետությունների ղեկավարների միջև ուղիղ բանակցություններ վարել։ Ռուսաստանի Դաշնությունը հաշվի է առել դա։ Ռուսաստանը եւ Ուկրաինան կներկայացնեն իրենց տեսլականը հնարավոր հրադադարի վերաբերյալ։ Ռուսաստանը նախապայման է դրել որպես հրադադարի ռեժիմի նախադրյալ ուկրաինական զորքերի դուրսբերումը այն տարածքներից, որոնք դեռ ռազմական ճանապարհով չի գրավել։ Խոսքը Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիայի եւ Խերսոնի մարզերի հատվածների մասին է։ Եթե Ուկրաինան հրաժարվի, ապա դրանց կավելանա նաև 5-րդը՝ Դնեպրոպետրովսկի մարզը։ Ավելին, բանակցությունների ընթացքում Ռուսաստանը սպառնացել է գրավել Սումիի մարզը անվտանգության գոտի ստեղծելու համար։ Նանե Հայրապետյան, Նոնա Գևորգյան, ABC Media։